Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգուին Սրբո ամեն։ Հիմա է ընդունելի ժամանակը եւ հիմա է փրկության օրը։ Այսօր անառակի կիրակին է, սիրելիներ, որ խորհուրդը վերցված է Ղուկասի ավետարանի 15-րդ գլխից, որը համարվում է ավետարան ավետարանի մեջ, որովհետև Տերը 3 առակներով ցույց է տալիս, թե մեղավոր մարդը ինչքան կարևոր է իր համար։ Եվ ինչու է այս առակը պատմում Հիսուս, ասում է, որովհետև փարիսեցիները տրտնջում եւ դժգոհում էին, թե Հիսուսը ինչու է մեղավոր մարդկանց հետ զրուցում, խոսում, դա էլ բավական չէ, մի հատ էլ գնում նրանց տուն, նրանց հետ հաց է ուտում։ Մենք մեծ պահքի 3-րդ հանգրվանն ենք, բուն բարեկենդանը, արտաքսվեցինք, արտաքսման կիրակին եւ այսօր կոչվում է անառակի կիրակի։ Շատ կարևոր խորհուրդներ կան։ Այս առակը աշխարհում ամենաշատ պատմված, ամենաշատ մեկնաբանված առակն է։ Ամեն տարի նոր բան ենք, բայց ուզում սովորեմ, այս մի քանի կարևոր կետերով պիտի առանձնեմ, թե այս աշխարհի մեջ այսօր 21-րդ դարում այս առակից մենք ինչ պիտի սովորենք։ 5 կարևոր կետեր կան սիրներ սովորելու։ Նախ այս առակը խոսում է ներողամտության եւ սիրո մասին, որ Աստված իբրև հայր սիրում է յուրաքանչյուր մեղավորի, ինչքան որ այդ մարդը իրենից շատ հեռու լինի, մեղքի պատճառով Աստծո տանից շատ հեռու գտնվի։ Մեկ է Աստված նրան ներելու է եւ սիրելու է։ Երկրորդը, սա անկախության գնի մասին է խոսում, թե ինչ է լինում մարդու հետ, ով իր անկախությունը շփոթում է ազատության հետ եւ այդ ազատության մեջ մեղքի սխալի պատճառով դառնում է կրքերի գերին։ Երրորդը անդրադարձ եւ վերադարձի մասին է։ Տեսեք, անառակ որդին նեղության ժամին հիշեց իր հոր մասին։ Սա էլ հիշեցնում, որ երբեմն փորձությունները մեզ պետք են, որպեսզի մենք վերաարժևորենք մեր կյանքը։ Չորրորդը կարևոր է ավակ անառակը, ավակ որդին, որ միշտ հոր հետ էր։ Սա այն մարդիկ են, ովքեր միշտ նախանձով, չարությամբ են լցված այն մարդկանց հանդեպ, ովքեր մի ժամանակ մեղք են գործել, բայց մեղքից մաքրելուց հետո ուզում են նոր կյանք սկսել, բայց մենք չենք հանդուրժում այդ մարդկանց։ Եվ վերջապես, սիրելիներ, այս առակը հայրական սիրո մասին է։ Ես մի քանի անգամ ասում եմ, այս առակի վերնագիրը պիտի լիներ սիրող հոր պատմության մասին, որտեղ Աստծո սիրո մասին է, թե ինչքան գթառատ ու հոգատար է Աստված մարդու հետ։ Գանք սկզբից հայրական սիրո ներողամտության մասին։ Սուրբ գրքի մեջ հստակ գրված է, որ Աստծո ցանկությունը մեղավոր մարդուն պատժելը չէ։ Աստված ցանկանում է մեղավոր մարդու դարձը եւ ապրելը։ Եվ մարդկային մտքի համար էլ անհասկանալի է, թե այս կորսված մարդկությունը, որ ամեն րոպե, ամեն ժամ ոտնահարում է Աստծո օրենքները, բարոյականության օրենքները, մարդկային օրենքներն ու սահմանները խախտվում է, ինչպես կարելի է այսպիսի մարդկանց համար Աստված իր զավակին զոհաբերել, իր զավակին զոհել մեղավոր մարդուն փրկելու համար։ Բայց Աստծո նպատակը այլ է, մեր պատկերացումներն այլ են, սիրելիներ։ Յուրաքանչյուր մարդու մեջ կա թաքնված մի փոքրիկ անկյուն, որ պահված է սրբության համար։ Ինչքան էր որ մարդը մեղքի մեջ լինի, ինչքան էր որ մարդը մեղքով ապականված լինի, այդ փոքրիկ հատվածը անհնար է պղծել, որովհետև դա պատկանում է Աստծուն։ Եվ այդ փոքրիկ հատվածի նորոգությունից է սկսվում նաև մարդու կյանքի նորոգությունը։ Անսահման ներողամտություն, սեր մարդու հանդեպ։ Սա անհասկանալի է մեր մարդկային կյանքում, որտեղ մեր ամենասիրելի մարդիկ, անգամ մեր ծնողները, մեր զավակն, որ մեր սրտին հաճելի մի բան չեն ասում կամ չեն կատարում, մենք նեղանում ենք եւ չենք էլ հասկանում, թե այդ սերը ինչ արժեք էր եւ ինչի համար էր այս օրինակները մեր կյանքի մեջ։ Ուրեմն ինչ էլ որ լինի, ներողամտությունը կա եւ Աստված միշտ հնարավորությունը տալիս է մարդուն վերադարձի։ Եվ տեսեք, երբ որ անառակ որդին վերադառնում էր, ասում է հայրը ամեն օր գալու էր պատշգամբից կանգնում, նայում էր այն ճանապարհին, որտեղից իր որդին պիտի գար։ Երբ որ եկավ, չսպասեց որդու խոսքերին, առաջին ինքը գնաց, գրկեց իր զավակին եւ բացականչեց ասելով. իմ այս որդին մեռած էր, կենդանացավ, կորած էր, գտնվեց։ Երկրորդը ազատության գինն է, սիրելիներ, թե ինչ է այս ազատությունը եւ անկախությունը։
Այս որդին մտածեց, որ հորենական տնից իր բաժինը վերցնի, գնա առանձին ապրի, ինքը երջանիկ կյանք ունենա։ Բայց մենք չենք հասկանում, որ ազատության անկախության մեջ մենք շատ հաճախ միայնակ ենք մնում։ Եվ այս ազատությունը, որ դու սխալ ես գործածում, ֆինանսական սխալ հաշվարկներ ես անում, քեզ տրված հնարավորությունը վատնում ես, դու կորցնում ես այդ անկախությունը եւ դրա հետ մեկտեղ քո հոգեվոր ազատությունը եւ հայտնվում ես ստրկության մեջ։ Քանի փող կար այս մարդու մոտ, օրնիկ կանայք, հարբեցող, զվարճանքներով վազող ընկերները իր կողքին են։ Երբ փողը վերացավ, նրա կողքը ոչ ոք չմնաց։ Ինքն էլ գնաց այդ երկրի իշխանի մոտ եւ ուղարկվեց խոզերին կերակրելու, խոզերին պայլում։ Նրա կերակուրը խոզերին կերակուրն էր, կաղին էր, այլ բան չուներ։ Եվ տեսեք, սիրելիներ, 3 կարևոր հանգրվաններ կա՝ ֆինանսները, սոցիալական վիճակը եւ հոգեբանական վիճակը։ Երբ որ մարդու ձեռքը ֆինանսական ազատություն է տրվում, մարդը կորցնում, ինքը սկսում է անհարկի ծախսեր անել, պարտքեր կուտակելի վրա։ Մենք ինչու ենք այսօր շատ պարտքով ապրում, որովհետեւ մենք մրցում ենք ուրիշների հետ։ Մենք ուրիշների հետ ենք մրցում։ Այս կոշիկ, այս շորը մեզ պետք չի, այսօր է դա մեզ պետք չի, բայց քանի որ մյուսները հագնում են, մենք էլ պիտի հագնենք։ Սխալ անտեղի ծախսեր ենք անում, ֆինանսական այս պարտքերը մեզ բերում են ստրկության։ Այսօր աշխարհը այդ ստրկության մեջ է։ Պետություններն անգամ կախվածություն են բանկերից, որովհետև ինչ որ քեզ տալիս են, այս աշխեն թե քեզ մի փոքրիկ հնարավորություն է տալիս աշխատելու կամ իշխանություն ունենալու, քո հոգևոր ազատությունն ու անկախությունը խլում է քեզանից։ Եվ դու այս ամենի մեջ մնում ես միայնակ, առանց որևէ մեկի բարեկամի, հարազատի ու սիրելի։ Երկրորդը, սիրելիներ, սոցիալական խնդիրն է։ Երբ որ սոցիալական միջավայրի մեջ մարդը սկսում է մրցակցության մեջ ապրել, ինքը դադարում է իր համար ապրել ուրիշների համար, նույնպես կորցնում է։ Երրորդ, հոգեբանական, երբ որ դու հեռանում ես քո ընտանիքից, քեզ շրջապատող մարդկանցից, կարծելով թե դու անկախության մեջ ավելի ազատ կլինես, այդ ժամանակ կորցնում ես ամեն ինչ։ Այսօր ինձանից սկսած, երբ որ ես էլ իմ զավակի մի բան ասում, որ այս բանը այսպես չէ, ինքը ուզում է, որ ինքը որոշի։ Ասում է, ես արդեն կարող եմ իմ փոխարեն որոշել։ Եվ իմ խրատը, իմ խոսքը երբեմն իր համար անընդունելի է դառնում, որտեղ ասում են, դու ես միայն այդպես մտածում այսօր։ Կարծելով որ այսօրվա մարդը ավելի ճիշտ է մտածում, քան մենք, որ մեր կյանքի հանգրվաններում, նեղության, դժվարության, ցավի կորստի մեջ հասկացել ենք մեր անձնական փորձով, թե ինչ ասել է, որ զգուշացնում եմ, մի արա, ես ընկել եմ այդ սխալի մեջ, դու մի ընկեր։ Եվ այսօր բոլորը ուզում են տանից հեռու լինել։ Այսօրվա երիտասարդությունը միշտ ձգտում է արագ հասնել հաջողության, արագ ֆինանսական անկախություն, որ իր ծնողի ձեռքին չնայի, բայց դրա հետ մեկտեղ ինքը մնում է միայնակ, որովհետև այս ամբողջ ճանապարհին ֆինանսական սխալ ռեսուրսներ օգտագործել է, սոցիալական, հոգեբանական այս ամբողջը բերում է քեզ միայնության եւ այս ազատությունը, անկախությունը դու կորցնում ես։ Անկախ քեզանից։ Այսօր աշխարհի մեջ տեսեք, բոլոր երկրները աշխարհում մեկ պետություն կա, որ անկախության տոն չունի, մնացածը բոլորը անկախության տոն են նշում։ Ինչից են անկախացել։ Որևէ մեկի գերտերության, իշխանությունից, ստրկությունից, հալածանքից, բայց այդ անկախության մեջ այսօր իրենք նորից կախված են ուրիշ կրքերի, ցանկությունների, ուրիշ մեղքերից են կախված։ Տեսանելի եւ անտեսանելի արտաքին ու ներքին անկախություն, ազատությունը տարբեր բաներ են, սիրելիներ։ Երրորդ, սիրելիներ, մեղքը, սխալը, փորձությունը մեզ վերարժևորելու հնարավորություն է տալիս։ Ցանկացած մարդ, ով որ մինչև չի հիվանդանում, իր առողջությունը չի կորցնում, իր կյանքի արժեքը չի հասկանում։ Ցանկացած մարդ, ով որ ինչ-որ բան չի կորցնում, այդ ունեցածը չի կարողանում հասկանալ։ Սրա մեջ նաև վերադարձ կա, սիրելիներ։ Տեսեք, մենք կարող ենք բժիշկների միջոցով մեր առողջությունը վերականգնել։ Մենք կարող ենք մեր ֆինանսական կորուստները վերականգնել, բայց կյանքդ կարող ես հետ վերադարձնել։ Կյանքը չես կարող։ Կյանքը հետ չի վերադառնում։ Մենք շատ բան կտայինք, որ հետ վերադառնայինք, նորից 20 տարեկան, նորից կսեինք ապրել այս մնացած տարիները եւ ավելի արժեքավոր կապրեինք, ավելի ճիշտ կապրեինք։ Եվ տեսեք, երբ հասկացավ անառակ որդին, երբ որ կորցրեց ամեն ինչ, հորենական տունը, իր անկախությունը, իր ունեցած փողը, ընկերները, շրջապատը, հայտնվեց մեղքի մեջ։ Այսօր աշխարհում այդպես է, քանի փող ունես, իշխանություն ունես, տանը դուռ ամեն օր պիտի թակեն։ Որ այս ամենը վերջացավ, դու միայնակ պիտի մնաս։ Նայեք շատ հեղինակավոր մարդկանց, որ դուք էլ ճանաչել եք, քանի պաշտոն են եղել, այդ մարդկանց տան դուռը միշտ լիքն են եղել։ Այսօր մարդիկ թոշակի են անցել, չեն աշխատում, նույնիսկ նրանց բարևողներ չկան։
Ուրեմն այս նեղությունը, փորձությունը, որպեսզի դու այդտեղ չհիշես, ուրեմն քո կյանքը այնպես պիտի ապրես, որ գործից հետո երբ որ քեզ դուրս հանեն, դու մնաս այն նույն մարդը, որով որ քեզ սիրում հարում են, ոչ թե քո պաշտոնի համար, այլ քո ազնվության, քո մաքրության, քո անկաշառ լինելու համար քեզ պիտի սիրեն, ոչ թե պաշտոնի համար։ Չորրորդը սիրելիներ, ավակ անառակն է, որ տարբերություն չկա կրծերից։ Տեսեք, սա ամբողջ կյանքը հոր հետ էր։ Երբ որ իմացա, որ իր եղբայրը վերադարձել է, հայրը պարարտ եզը մորթել է, չուզեց տուն մտնել։ Եվ ինչ է ասում, ամբողջ կյանքս քո հետ էի, անգամ մի ուլ չտվեցիր, որ գնամ ընկերներիս կամ բարեկամներիս հետ ուտեմ։ Հայրն ասում է, բայց ինչ որ ունեմ, քոնն էր։ Կարա իր դու ինչ չհարցնեիր։ Քոնն էր, երբ ուզեցիր կարող ես ուտել։ Ուրեմն տեսեք, եւ ունեցողն է դժգոհ, եւ չունեցողը։ Երբ որ մեր կյանքի մեջ մեկ իր երիտասարդության տարիներին սայթակում է, պատկերացրեք մեկը 20 տարեկանում գողություն է արել։ Մենք ամբողջ կյանքում այս մարդին իբրև գող ենք նայում։ Երբ որ այս մարդը փոխվում է, ուզում է ձգտում է նոր մարդ դառնալ կամ հաջողություն է ունենում, մենք չարանում ենք, նախանձում ենք։ Կամ մեկ ուրիշ օրինակ բերեմ, աշխատատեղում ենք անդադար աշխատում ենք, հանկարծ մեկ ուրիշի են գնահատում կամ մերժևորում, մենք միանգամից չարանում ենք, թե ինչու ես այսքան տարի աշխատել եմ, հենց իրեն պիտի արժևորեին, ինձ մոռացան։ Եթե դու աշխատում ես կամ քո գործ անում ես, որ քեզ գովեն, գնահատեն, արդեն սխալված ես։ Ուրեմն տեսեք, եւ չունեցողն էր դժգոհ, եւ ունեցողն էր դժգոհ։ Այսինքն, այստեղ ամբողջ խորհուրդը ինչ է, որ մարդում օրենքը երջանկության կյանքի ամբողջ այս ուրախությունը ունեցվածքի մեջ չէ։ Սա էլ ուներ, ամեն ինչ ուներ ավակ որդին, բայց ուրախ չէր, գող չէր։ Այսինքն ուզում է Տերը ցույց տալ, որ մարդու երջանկությունը քո ունեցած շնորհներն են, քո սիրելի մարդիկ են, քո ընկերներն են, քո բարեկամներն են։ Սա է հարստությունը։ Մարդ իր զավակներով է հարուստ, ոչ թե ունեցվածքով։ Մարդ իր սիրով է հարուստ, ոչ թե ունեցած ամբողջ կայսրությամբ։ Սրանով դու չես կարող գող լինել։ Տեսեք, գող չէր, ուրախ էլ չէր, ամբողջ ունեցածի մեջ ուրախ չէր եւ չուզեց ուրախանալ եւ հայրը խնդրում ասում է ներս մտիր։ Սուրբ Գիրքը չի ասում տղան մտավ թե չմտավ։ Սա ցույց է տալիս, որ նախանձը ինչքան չարություն կարող է բերել։ Այսօր աշխարհում ամենավտանգավորը սա է, սիրելիներ, որ մենք նույնիսկ ապրում ենք ուրիշներին հակառակ, ոչ թե մեզ համար։ Մենք դիտավորյալ ենք ինչ-որ բաներ անում, որ ուրիշները տեսնեն ու պայթեն։ Մենք չենք անում, որ դա մեզ հաճելի է, մենք դրանով ուրախանանք։ Այնպես էլ ավակ անառակ եւ շատերս այս ավակ անառակի կերպարի մեջ մենք ավելի շատ ենք, քան կրծերի։ Կրծերը փրկվեց, ասեց գնամ ասեմ հայր, մեղանչեցի երկնքի եւ քո առաջ։ Իսկ երկրորդ ավակը չուզեց հոր տուն մտնել, հոր հետ ուրախանալ իր գտնված եղբոր համար։ Մենք այս ավակի մեջ ենք ապրում, սա ավելի վտանգավոր է, քան կրծերը, սիրելիներ։ Եվ այս ավակի կերպարանքով է մեր կյանքը չի փոխվում, որովհետև մենք միշտ չենք ուզում, որ որևէ մեկը արժևորվի։ Այդ նախանձը սպանում է սերը, գուրգուրանքը, հոգատարությունը։ Մենք չենք ուզում, որ մեկ ուրիշն էլ ապրի։ Մենք էլ մեզ համար բառ ենք հորինել 10-ից հետ ենք 100-ից առաջ ենք եւ չենք ուզում, որ այդ 10-ից մեկը հանկարծ մեզ հավասարվի։ Մենք չենք ուզում, որ 10-ից մեկը բարիով կյանք ունենա, այլ հակառակը թող մեզ նայեն, մեզանով իրենք էլ չարությամբ ապրեն։ Ամբողջ պատմությունը սրա մեջ էր եւ 3 առակը 99 ոչխարների կորսված դրամի այս օրինակն է բերում Հիսուս, որ մեղավոր մարդը մերժված չէ։ Բոլորս էլ մեղքեր գործում ենք, շատ կամ քիչ, ոմանցը բացահայտ, ոմանցը ծածուկ։ Կան մարդիկ, որ ասում են ես մեղավոր եմ, այո, ես պոռնկություն եմ անում, ես շնություն եմ անում, ես ծխում եմ, հարբում եմ, բայց մարդ էլ կան ներսից չարության, ատելության մենք չենք իմանում եւ բամբասանք այսօր ամենամեծ մեղքը մեր կյանքի մեջ։ Սուտը, որ մենք ամեն օր խոսում ենք ու տարածում ենք եւ մեր կյանքի բոլոր հանգրվանների մեջ այս մեղքը կործանարար է դարձել։ Եվ վերջապես սիրելիներ, վերադարձի հնարավորությունը։ Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի իր սխալը շտկելու։ Որևէ մեկի առջև մենք իրավունք չունենք դուռ փակելու, սիրելիներ։ Որևէ մեկի մենք այս կյանքում իրավունք չունենք մերժելու։ Եթե Աստված չի մերժե, մենք իրավունք չունենք այդ մարդուն մերժել։ Եթե որևէ մեկ ուզում է փոխվել, դու պետք է օգնես։ Այսօրվա կյանքը այլ բան է։ Մարդը տեսան ընկած է, մի հատ էլ մենք ենք հարվածում ավելի ցած գլորելու համար։ Հակառակ որ ձեռք մեկնենք։ Տեսեք Հիսուսին ինչու մեղադրեցին, ասում են մեղավորների հետ խոսում էր։
Որովհետև փարիսեցիների համար, կեղծավոր կրոնավորների համար մեղավոր մարդը չէր կարող փրկվել։ Նրանց համար մաքսավոր արդեն դժոխքի բաժին էր։ Նրանց համար շնության մեջ բռնված մարդը այլևս իրավունք չուներ Աստծո տաճարը մտնելու։ Գողություն արած մարդ այլևս իրավունք չուներ արդարան։ Նրանք այդպես էին մտածում։ Բայց Հիսուս եկավ ասեց. ես եկել եմ հիվանդներին բուժելու համար։ Արդարները բժշկի կարիք չունեն, առողջները հիվանդանոց չեն գնում։ Եվ տեսեք ամենապարզ օրինակը, ամեն մեկի ձեռքին այսօր ոսկի մատանի կա։ Հիմա որ ձեր ձեռքից այդ մատանին ընկնի ցեխի մեջ, կթողնեք ու կգնաք, ցեխը կփորփրեք, չէ՞, չեք էլ մտածի, որ այդ մատանին կեղ, որտեվ գիտեք, որ լվանակ իր արժեքը պիտի վերականգնվի։ Այնպես էլ մարդն է, այդ արժեքն է, ասին, ինչքան որ ինքը ցեխի մեջ թաթախված լինի, մեկ է Տերը նրան փնտրում է։ Լվանալում է նրա մեղքերը Քրիստոսարյամբ լվացված, մաքրված, հանում է, որ իր արժեքը հիշեցնի, որ ինքը Աստծո պատկերն ու նմանությունն է կրում։ Եվ Պողոս առաքյալ այսօրվա խոսքը կորինթացներին մեզ էր ուղված, որ հիմա է փրկության օրը, հիմա է ընդունելի ժամանակ, այսինքն մի հետաձգեք ձեր դարձը, ձեր կյանքի նորոգությունը մի թողեք, հետո տարիներ հետո ինչ կլինի։ Մենք չգիտենք մեզ վաղ ինչ է սպասում, մենք չգիտենք վաղը մեզ հետ ինչ պիտի լինի։ Մենք չգիտենք գալիք ինչ, բայց մենք պիտի պատրաստվենք ապագային։ Ապագայում դեռ ավելի դաժան բաներ պիտի լինեն, ավելի սարսափելի պիտի դառնան մարդիկ, բայց դու պետք է պատրաստ լինես դիմագրավելու, որպեսզի քո հոգևոր անկախությունը չկորցնես, քո հոգու ազատագրումը չթողնես ուրիշների տնօրինությանը։ Մեղքը ոչնչացնում է բոլորին, չի խնայում որևէ մեկին, ինչպես որ մահը գալիս է չի հարցնում բարի էր, չար էր, հրեշտակ էր, մարդ էր, մեղավոր էր, արդար էր, ով էր, չի հարցնում, բոլորին հավասար վերցնում է։ Բայց մահից հետո որոշվում է քո անելիքը, դու որտեղ պիտի լինես, պիտի ապրես, թե պիտի հավիտենական մահով մահացած լինես։ Եվ այսօր այս վերադարձի օրը, որ վերհիշն է, վերհուշն է մարդու, որ վերադառներ հորինական տուն, ինչ է ասում անառակ որդին։ Ինչ եմ անում ես այստեղ։ Հորս տանը ինպես բազում սպասավորներ կան, ովքեր տաք ճաշ ունեն, մաքուր անկյուն են եւ մաքուր հագուստ են հագնում։ Ես ինչ եմ անում այս մեղքի տեմի մեջ։ Ուրեմն պետք չէ որ մենք ընկնենք այնտեղ, նոր անդրադառնանք, որ մեզ սիրող հայր ունենք, հայր, որ ամեն օր սպասում է մեզ։ Պետք չէ հիշել, որ մեր հորինական տանը մենք ավելի ջերմություն ու քաշություն ենք, քան օտար աշխարհի մեջ, սիրելիներ։ Մեղքը այդպիսին է, չի խնայում։ Այն աշխարհի տերը, իշխանը, որի մոտ երիտասարդը գնաց, օրինակը սատանան է, որ դու գնում ես սատանային, ասում ես, ինչ կտաս ինձ, ինքը քեզ խոզերին հավասար է դարձնում։ Եվ ինչպես Դավիթ մարգարեն ասում, մարդը պատիվ ուներ, չգիտակցեց, կորցրեց եւ անասուններին հավասարվեց։ Սա այս խոսքի իրականացումն է։ Պատիվ ուներ, հարուստի ժառանգ էր, բայց ուզեց անկախ ապրել, ազատ ապրել, հորից հեռու, իր տանից հեռու, որպեսզի ինչ ուզի անի, եւ վերջում գնաց հայտնվեց ստրկության մեջ եւ խոզեր արածացնում։ Պատկերացնում եք մեկին, որ այսօր իշխանություն ունի, թագավոր է, իշխանավոր է, նախարար է, մի օր դուք տեսնեք նրան բանվոր ինչ որ մեկի փողոցն է ավլում կամ հողամասում ծառ է էտում։ Կզարմանաք, չէ՞։ Կսարսափեք, չէ՞, որ ինչու որտեվ այս մարդն էլ սխալ է օգտագործել, միանգամից իրեն տրվածը չի գիտակցել։ Այնպես էլ մենք կյանքը չենք գիտակցում, սիրելիներ։ Մեր երջանկությունը կախված չէ մեր ունեցածից։ Մեր երջանկությունը մեր ունեցած հարստության կամ պաշտոնի մեջ չէ կամ մեր շատ շրջապատված մարդկանց մեջ չէ։ Դու կարող ես նույնիսկ տանդ մեջ միայնակ լինել։ Շատ մարդիկ ունենաս քո տանը, քույր, եղբայր, ծնող, հարազատ, բարեկամ, բայց դու միայնակ լինես, որովհետև նույն ուղղությամբ կարող եք չնայել։ Դու հավատաս, մյուսները չհավատան կամ հակառակ։ Նրանք հավատան, դու չհավատաս։ Ուրեմն մեր կյանքի մեջ այս օրինակը հանգրվանը, որ դրված է, տեսեք, երջանկությունը կորցրեցին, արտաքսվեցին, իսկ Աստծուց հեռու մարդը հայտնում է մեղքի ճիրանների մեջ։ Ուրեմն այս անկախության գինը մարդը պետք է հասկանա, որ ինչ ասել է անկախ ապրել։ Մենք էլ այսօր ասում ենք անկախ Հայաստանում ենք ապրում։ Սա ինչ է, որ մենք մեր սեփական սահմաններն ունենք, ճանաչված, որի մեջ մենք ապրում ենք, բայց ելի երջանիկ չենք, որովհետև այդ սահմանները անդադար ուզում են խախտել եւ տեսանելի եւ անտեսանելի։ Եթե տեսանելի սահմանը կարող ես ինչ որ ձևով պաշտպանել, հոգեվոր սահմանը չես գիտակցում, որտեղ խախտվեց։ Եվ ինչ էր այսօրվա վերջին բառը Պողոս առաքյալի. քննեք դուք ձեզ, տեսեք նույն հավատքի մեջ եք, չէ որ դուք Սուրբ Հոգու տաճարներ եք, իրավունք չունեք այս մարմինը մեհյանի վերածելու։
Եվ անառակ որդու պատմությունը ամեն մարդու պատմությունն է, սիրելիներ։ Մեկը շատ, մեկս քիչ ընկել ենք, բարձրացել ենք, սա մեր պատմությունն է։ Եվ երբ որ դու ուզում ես վերադառնալ, պիտի հիշես այս բառը. Հայր, մեղանչեցի քո առաջ եւ երկնքի առաջ։ Ընդունիր ինձ քո որդու պես նորից։ Ուրեմն պիտի ասես, մինչև չասես մեղանչեցի, հիշիր ինձ, չես կարող սիրել։ Այ երբ որ դու այս բառերն ասես ու քո հոգու ներսը թափանցես, կտեսնես ինչն է պատճառը, որ դու այդ հայրության զգացումը քո մեջ չունես։ Եթե երբևէ ձեր կյանքում զգացել եք այս գրկախառնության ջերմությունը, դա չեք կարող մարդուց ստանալ։ Երբ որ մի անգամ Հիսուսը ձեզ գրկեց, ով էլ ձեզ գրկի, այդպիսի ջերմություն երբեք չեք զգալու։ Այդ քանքշության մեջ, այդ ջերմության մեջ, այդ հոգատարության մեջ անսահման սեր կա։ Այսօր մարդիկ իրար անդադար գրկում են, բայց երբեմն ձևական, մի հատ էս ուսերին խփում ենք ու անցնում ենք։ Ջերմություն չգիտենք, եթե ունենանք, երկար սխմած կպահեինք։ Իսկ Հիսուս այդպես է պահում մարդուն։ Գիրկը միշտ բաց է ձեզ։ Եվ միշտ նայում է մեր ճանապարհին, թե մենք որտեղից պիտի վերադառնանք, որպեսզի գա ընթരാճ մեզ։ Նորից տեսեք, վերարկուն հագցրեց, պատմուճանը, որ մեղքի պատճառով հնացած էր, հագցրեց, կոշիկները տվեց եւ մատանին տվեց, այսինքն նորից վերականգնեց իր որդիական պատիվը։ Մեկ զղջում։ Դեռ բառեր չէր ասել որդին, ոչ մի բառ, բայց հայրը ամեն ինչ վերադարձեց։ Եթե մենք էլ զղջանք ու վերադառնանք, նույն պատվին կարժանանանք։ Եվ ամենաօրինակը ձեզ տամ սիրելիներ, Պետրոս Առաքյալի եւ Հուդայի պատմությունը։ Հուդան էլ զղջաց, որ Հիսուսին մատնեց, բայց չվերադարձավ Հիսուսի մոտ։ Պետրոս Առաքյալը զղջաց եւ իր ամբողջ կյանքի ընթացքում ապաշխարեց ու լացեց եւ դրա համար Տերն ասաց. գնա արածացրույն ոչխարներին, այսինքն վերականգնեց առաքելության առաքյալ լինելու այդ կոչման մեջ եւ հարց տվեց. արդյոք սիրում ես ինձ։ Պետրոս Առաքյալն ասաց. այո Տեր, դու գիտես, որ սիրում եմ քեզ։ Եվ այդ հարցը այսօր նաեւ մեզ է ուղղված։ Ամեն մեկի անվանապես Տերն ասում է. սիրում ես ինձ։ Մինչև ձեր կյանքի վերջին այդ հարցը լսելու եք. սիրում ես ինձ։ Իսկ եթե սիրում ես, ինչու այդ սերը չես պահում։ Ինչու այդ սիրո համար չես դողում։ Ինչու այդ սերը կենթանի չես պահում։ Ինչու այդ սերը վարակիչ չես դարձնում եւ վերջապես ինչու այդ սիրով դու չես այրվում։ Այս հարցը քեզ ամեն օր տալու է Տերը։ Մինչև որ դու պատասխանես, ասես. այո Տեր, սիրում եմ քեզ, ներիր ինձ, ընդունիր ինձ եւ Տերն էլ կասի. արի եւ մտիր իմ ուրախության մեջ։ Մեռած էիր, կենթանացար, կորած էիր, գտնվեցիր։ Թող Տերը օրհնի բոլորիս սիրելիներ, խաղաղության մեջ պահի, որ ամեն անգամ, երբ որ մենք այս պատմությունները լսում ենք, պարզապես ինչ որ բառեր սովորելու համար չլինի կամ տեսնենք հոգևորականը լավ ասես, թե լավ չասեց, այլ հասկացեք խորհուրդ Աստված ինչ է ուզում ձեզ ասել։ Դա Հիսուսն է պատմել այս առակը։ Այս առակը ավետարան է ավետարանի մեջ։ Աշխարհ ամենաշատ մեկնված, բացատրված եւ ամեն օր նոր ասելիք ունի այս կյանքի մեջ, որպեսզի հիշեք, որ մեղավոր մարդը իր արժեքը չի կորցնում։ Աստված ատում է մեղքը, բայց ոչ երբեք մեղավոր մարդուն եւ սպասում է մեղավոր մարդու դարձը եւ դեպի փրկությունը։ Դա ամեն մեկս ենք։ Մի հետաձգեք այդ օրը։ Այսօր է ձեր փրկության օրը։ Այսօր է այդ ընդունելի ժամանակը։ Այսօր ասեցիր, պատասխանը կստանաս ու Տերը քեզ այդ խաղաղության ու սիրո մեջ պահի։ Թող Տիրոջ խաղաղությունը, սերը եւ Սուրբ Հոգու համբույրը ամենքիդ հետ լինի, այժմ եւ հավիտյանս հավիտենից ամեն։